Նա հայտնի դարձավ իր գեղեցկության շնորհիվ, սակայն տարիների ընթացքում ապացուցեց, որ ինքը միայն գեղեցիկ տիկնիկ չէ։ Արդյոք նրա բոլոր հաջողությունները պայմանավորված են միայն բախտի գործոնով եւ իրականում ինչ է թաքնված նրա արտաքինի հետևում։ Այս ամենի մասին քիչ անց։ Բարև ձեզ Լուսինե։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդման հրավերը։ Սիրով։ Լուսինե, վերջին տարիներին ամուսնությունից հետո դուք կարծես թե հարաբերական աշխատանքային դադարի մեջ եք։ Թեպետ իհարկե ժամանակ առ ժամանակ զբաղվում եք, ինչպես դուք եք նշում, ձեր հոբիով, մոդելինգով, բայց այնուամենայնիվ ձեզ նվիրել եք ընտանիքին, ձեր աղջկա Նարյանին։ Եվ հետաքրքիր, սա գիտակցված ընտրություն էր, որովհետև դուք հոգնել եք այն ռիթմից, որով մինչ այդ աշխատում եք, իսկ դուք գրեթե ձեզ ամենուր փորձել եք, եւ թե պարզապես եղավ այնպես, ինչպես որ պետք է լիներ։ Պարզապես եղավ այն, ինչ ես ցանկացա, ոչ մի այդպես մտադրված դադար կամ հոգնել այդ ռիթմից չկա, կա ուրիշ ռիթմ։ Ուղղակի անդադար ռիթմի մեջ եմ ես, երբեք իմ ռիթմը չի դանդաղում եւ հետ չեմ ընկնում։ Ուղղակի կա օրվա ընթացքը ուրիշ ձև է լցվում, երբ դու ամուսնանում ես, նամանավանդ երբ բալիկ ես ունենում, ուրիշ ռիթմի մեջ ես ընկնում, ուրիշ կյանքի մեջ ես ընկնում եւ երևի թե գրեթե այն աշխատանքին այդպես չեմ կարող նվիրվել 100%-ով դեռ, քանի որ ես այստեղ ինձ լավ եմ զգում այս ռիթմի մեջ, հաճույք եմ ստանում։ Իսկ մինչ այդ ունեք հոգնածություն, չէ՞ որ դուք բարբերաբար տարբեր ոլորտներում եք դες փորձում, աշխատանքից։ Հիմա չէ ժամանակ առ ժամանակ երբ մարդիկ հասկանում են, որ այլևս ոչինչ չեն ցանկանում անել։ Երևի թե իմ մոտ այդպիսի պահ չի եկել, եթե գար ես հաստատ այդպես կանգ կառնեի եւ ռիթմս կդանդաղացնեի, չէ, միշտ արել եմ այն, ինչ ուզել եմ, ինչ զգացել եմ, որ ինձ լավ եմ զգում եւ ռիթմից երբեք չեմ նեղվել։ Եթե նեղվեի, ապա անպայման կքչացնեի եւ կդանդաղեցնեի։ Լուսինե, դուք նաեւ այն մարդկանցից եք, ով խոստովանում է, որ շատ շուտ է հոգնում նույն միջավայրից, նույն աշխատանքից։ Դուք նշում եք, որ այո, հաղորդավարությամբ էի զբաղվում, բայց դա ինձ արդեն հոգնեցրեց։ Ֆիլմերում եք նկարահանում, բայց դա էլ ինձ հոգնեցրեց։ Նույն մոդելային աշխարհը ձեզ համար հոբի էր, ոչ թե աշխատանք հիմնական։ Եվ հետաքրքիր, բնավ նկատի չունեմ, որ ընտանիքից եւ այդ միջավայրից եք հոգնել։ Պարզապես արդյոք կյանքի այս ռիթմն էլ ձեզ որոշակի առումով չի հոգնեցնում։ Եթե դուք տեսակով այդպեսին եք։ Մի փոքր ուղում, երբեք չեմ ասել հոգնեցրել, բառը չեմ օգտագործել, միշտ օգտագործել եմ, որ միշտ սիրել եմ ինձ փորձել յուրաքանչյուր ասպարեզում։ Այսինքն եւ որպես հաղորդավարի եւ որպես դերասանուհի ամենտեղ փորձել եմ եւ թե բիզնեսում փորձել եմ ուժերս տեսնել, այստեղ կարող եմ, բայց ամեն ինչին որպես հոբի եմ վերաբերվել։ Այդ իսկ պատճառով այդպես բնույթները շատ տարբեր են եղել։ Իսկ հիմա անում եմ այն, ինչ իրականում ինձ հաճույք է պատճառում, զբաղվում եմ այն հոբիով, որը իսկապես հիմա ուզում եմ, դա մոդելինգն է, որը հասկանում եմ, որ մի քանի տարի հետո ակտուալ չի լինելու։ Ամեն դեպքում այն ունի ժամանակ։ Իհարկե, այն ունի ժամանակային սահմանափակում, այդ իսկ պատճառով հիմա փորձում եմ քաղել այդ վերջի զգացմունքները, որ զգում եմ։ Դուք հենց ձեզ այդտեղ եք հարմարավետ զգում։ Հավատացեք, այն ինչով զբաղվել եմ, ամենտեղ ինձ հարմարավետ եմ զգացել։ Ես տեղյակ եմ, որ այսօր էլ ունեք հրավերներ հեռուստատեսությունից, չեք բախվենում, որ դրանք մերժելով գուցե մի օր ցանկություն ունենաք վերադառնալու, բայց արդեն միգուցե ավելի ուշ լինի կամ այն առաջարկները չլինեն, որոնք պետք է լինեն։ Այդ մտավախությունը չունեք։ Երբևիցե վախեր չեմ ունեցել։ Չլինի դա, կլինի մեկ ուրիշ։ Փակվում է մի դուռը, բացվում է մյուս դուռը։ Եվ այդպիսի մտավախություն, որ հեռուստատեսությունից հեռու եմ կամ երբևիցե չեմ կարողանա ետ գնալ, այդպիսի բան չկա։ Դա չլինի, կլինի մեկ ուրիշ զբաղմունք կամ աշխատանք, որը մեծ սիրով կանեմ։ Սա ես նշեցի, որովհետև դուք հարցադրույթներում խոստովանում եք, որ այո, սիրում եք ուշադրություն, եւ այս դեպքում, այսինքն որոշակի առումով դուք հետ եք մնացել այդ աշխարհից եւ գուցե այդ ուշադրության պակասը լիներ։ Թեպետ կարծես թե միաժամանակ չի զգացվում, որ մարդիկ ձեզ անուշադրության են մատնել, այսինքն այդ առումով կրկին մտավախություններ չունեք, որ Ես միշտ ասել եմ, որ այո, այդ ուշադրությունը ինձ միայն եւ միայն ժպիտ է պարգևում եւ դրանից միայն դրական լիցքեր եմ ստանում։
բայց եթե դա մի օր չլինի, դա չի նշանակում, որ ես դրանից վախենում եմ, որ դա կպակասի, եւ եթե դու հանրության կողմից միգուցե ուշադրությունից մի փոքր ետ ես մնում, դու ունես այնպիսի ամուսին, դու ունես այնպիսի ընտանիք, որ այդ ուշադրությունը այնպես է լցվում, որ հավատացեք, մնացած ուշադրությունը արդեն աչքիդ երևի թե չի էլ երևում։ Իդեպ երեխայի մասին, ես հիշում եմ, որ հարցազրույցներից մեկում նշել եք, որ երբ երեխան նոր էր ծնվել, ձեզ պահանջվեց 1-2 ամիս, որպեսզի հասկանաք, որ նա ձերն է, այսինքն այդ մայրական վնաս դա ավելի ուշ զգացի։ Այո։ Հետաքրքիր է այսօր, երբ արդեն երեխան, եթե չեմ սխալվում, մոտ 2 տարեկան է։ Այո։ Հիմա ինչ եք զգում։ Հո։ Ձեր կանոնները ինչպես են փոխվել։ Երևի թե ընկալումները այդ 1-2 ամսից հետո ամեն օր գրեթե ավելի է այդպես զգացմունքները բարձրանում, չգիտեմ, ավելի ուժեղ է սկսում զգալ, երբ նա սկսում է քեզ հասկանալ, երբ նա հասկանալով ժպտում է քեզ, պատասխանում է։ Իսկ հիմա արդեն երբ ես նրա այդ մենակ եմ տանը, ես ինձ մենակ չեմ զգում։ Ես զգում եմ, որ ես մի փոքրիկ մարդուկի հետ եմ, ով կարող է ինձ ամեն ինչ ասել, ամեն ինչ, ինչ ես խոսում եմ, ինձ կարող է հասկանալ եւ պատասխան տալ։ Չգիտեմ, մենակ այն միտքը, որ մտնում ես տուն եւ նա այդ փոքրիկ իր թաթիկներով գալիս է եւ այդպես պինդ փաթաթվում է քեզ, դրանից ավել ինձ ոչինչ պետք չէ։ Երջանկության համար, հավատացեք, այդ պահը երևի թե նոր այս էտապն է, որ նա կարողանում է այդպես հասկանալով գալիս է եւ փաթաթվում է եւ գրկում է գլուխը դնելով ուսին, ես դրանից ուղղակի հալվում եմ։ Հալվում։ Իսկ այդ 2-3 ամսվա ընթացքում ինչ էր անսովոր ձեզ համար, որ հարմարվում եք, որ հասկացաք, որ ձերն է։ Սկզբի մի քանի օրը ես հասկանում եմ, որ նա իմն է, բայց այնպես տպավորություն էր, որ ինձ աշխատանքի պես է վերաբերվում, հա, հագցնել, փոխել, լողացնել, ուտացնել, միջև վերջ երևի թե չի ընկալում, որ նա իմն է, նա իմ բալիկն է։ Չգիտեմ, երևի թե այդպես մի քիչ ժամանակ էր ինձ պետք անցներ, որ կարողանա ընկալել ամբողջովին, որ ես մայր եմ։ Դա ավելի շատ հատուկ է լինում տղամարդկանց, հետաքրքիր է ձեր ամուսնու մոտ էր նման իրավիճակ։ Երևի թե յուրաքանչյուր ծնողին է այդ ժամանակը պետք, ում մի քիչ ավել ու մի քիչ ավելի պակաս, յուրաքանչյուր ծնող ինձ թվում է մինչև երեխան է նույնիսկ երբ որ մեծանում է, ծնողը այդպես պատտվում է, ասում են անհավատալի է, հա, որ դա քո երեխան է եւ այսքան արդեն մեծ է։ Սկզբի պահերն էլ այդպես է լինում, որ դու նայում ես չես հավատում, որ այս փոքրիկ էակը քոնն է եւ 9 ամիս նա եղել է քո փորի մեջ։ Այդպես, չգիտեմ, զգացմունքների այդպես տարափ ունեի, որ մի փոքր ժամանակի հետ այդպես կռիվ տալով ընտելացանք մայր աղջիկ։ Լուսինե, երբ ես նախապատրաստում էի մեր հարցազրույցին, ինձ համար բացահայտում արեցիք, որ ձեր եւ ձեր ամուսնու Արտուրի հարաբերությունները բավական արագ են։ Ընդամենը կես տարի էր եւ դուք հասկացաք, որ նա այն տղամարդն է, ով պետք է լինի ձեր կողքին։ Երբ հարցազրույցներում դες հարցում են ինչպես նրան հաջողվեց ձեզ գրավել, դուք միշտ պատասխանում եք, որ ճիշտ պատասխանում եք, բայց այդպես էլ պատասխանը չեք նշում։ Այսօր երբ արդեն 3 տարի միասին եք, ինչ եք կարծում, ո՞րն էր այն հիմնական կետը, որով նա կարողացավ այսպես ձեզ գրավել եւ դարձնել իրենը։ Հիմնական կետ այդպես կոնկրետ չեմ կարող նշել։ Յուրաքանչյուր իր դրսևորումը դեպի ինձ, իր բնավորությունը, ամեն ինչը միանգամից շատ ճիշտ զարգացրեց մեր պատմությունը այդպես, որ նույնիսկ ժամանակ չունեցա մտածելու ավելի խորը երկար ժամանակ մտածելու արդյոք ես դա ճիշտ եմ անում թե չէ, որովհետև յուրաքանչյուր կին ինձ թվում է մտավախություն ունի ամուսնության Դուք նաև խոստովանել եք, որ բավականաչափ վախկոտ եք, որքան էլ որ Այո, ես շատ վախկոտ եմ։ Այո, ես շատ վախկոտ բնավորություն ունեմ։ Այդ իսկ պատճառով այնքան ճիշտ արեց այդ ամենը, որ այսօր 3 տարի անց նրան կարող եմ ասել, որ նրան շատ սիրում եմ եւ եթե նույնիսկ ժամանակը ետ տայինք եւ չամուսնանայինք կես տարի հետո, այ ամուսնանայինք մի տարի հետո, միևնույն է, դա կլիներ այոյին պատասխանը եւ մենք կլինեինք միասին։ Բայց հետաքրքիր է, սկզբնական փուլում դուք մտածում եք, որ ամեն ինչ շատ արագ է, թե հիմա եք երբ հետ եք նայում, հասկանում եք, որ չափից ավել արագ էր, դուք արագ ծանոթացաք, շփվեցիք, նշանադրվեցիք, թե այդ շրջանում դուք ինքներդ ձեզ հարցեր չեք տալիս, իսկ միգուցե շուտ է, միգուցե պետք է մի փոքր էլ ճանաչել։
Այդ շրջանում երբևիցե ինձ ժամանակ էլ չունեի ինձ հարց տալու շուտ է ուշ է պետք անել այդ ամենը մի քիչ էլ ժամանակ է պետք, բայց երբ որ ետ եմ նայում չեմ մտածում, որ դա շատ շուտ արագ տեղի ունեցավ, որովհետև կես տարին դա երկար ժամանակաշրջան է հասկանալու այդ մարդու հետ կարող ես ապրել թե ոչ։ Ինչ տարբերություն։ 3 տարի կարող ես մեկի հետ, չգիտեմ, հանդիպել եւ վերջում հասկանալ, որ այդ տղամարդը քոնը չէ եւ հետո փոշմանել։ Պարզապես կա կարծրատիպ, որ կայացած կանայք, ովքեր հաջողության են հասել տարբեր ոլորտներում, ովքեր գեղեցիկ են, շատ ավելի դժվարությամբ են ընտրություն կայացնում։ Եվ նրանց գրավելու համար պետք են մեծ արարքներ։ Դժվար գրավելու մասին չի խոսքը, ուղղակի պետք է գտնել ճիշտ տղամարդու, ում հետ կկարողանաս կյանքդ կապել եւ հասկանալ, որ դու ուզում ես լինել նրա կողքին ամբողջ կյանքում եւ ուզում ես, որ նա լինի քո բալիկի, քո երեխայի հայրը։ Բայց սկզբնական շրջանում ամուսինները նաեւ նշում են, որ ունենում են դժվարություններ, միմյանց հասկանալու, կենցաղը կիսելու, այդ տեսակ բարդություններ չեք ունեցել։ Ոչ, որովհետև երևի թե չեմ կարող ասել ինքը բարդ մարդ է կենցաղում, բայց ես կարող եմ ասել, որ ես շատ եմ, շատ ավելի հեշտ եմ եւ այդպիսի բնավորություն եմ, որ ամեն ինչ հետ կարող եմ համակերպվել եւ մի քիչ նեյտրալ եմ նայում ամեն ինչին, մտածում եմ, որ կենցաղը չպետք է խոչընդոտի մեր հարաբերությունները կամ դա դառնա ինչ-որ պատմություն մեր ընտանիքում։ Կենցաղը դա կենցաղ է։ Պետք է միշտ ավելի մատների արանքով նայել եւ ավելի մի փոքր, չգիտեմ, պոֆիգիստ ասեմ, ոնց նշեմ։ Օ, շատ։ Ինչն է փոխել։ Ես դարձել եմ շատ ավելի համբերատար, որը երբևիցե չի կարող ասել իմ մասին, իմ բնավորության մասին։ Դա իմ բնավորության վատ գծերից, հատկանիշներից մեկն էր, որ ես անհամբեր բնավորություն ունեմ։ Ես այսօր դարձել եմ համբերատար շատ մարդ։ Իսկ դուք նրան ինչպես եք փոխել։ Այնքան բաներում ենք փոխվել։ Այդպես գլոբալ ոչ մի բնավորության գիծ, ոչ ես եմ փորձել փոխել իր մեջ, ոչ ինքը, որովհետև մենք հասկանում ենք, որ մենք հասուն մարդիկ ենք եւ երբևիցե չենք կարող փոխվել։ Դա անհնարին բան է։ Նույնիսկ եթե ես խաբեմ ու ասեմ, այո, ես կարող եմ փոխվել, դա սուտ է։ Բայց հարմարվել ենք իրար։ Ես ավելի համբերատար եմ դարձել, նա ավելի լսող, հանդուրժող, լսող ասելով, որ ես կարող եմ երկար խոսել, այդպես պատմել, ինչ-որ մի բան քննարկել, նա հանգիստ լսի։ Զգացմունքային եք։ Ես շատ զգացմունքային եմ, այո։ Իսկ նա ավելի շատ զուսպ է։ Բայց այդպես խառնվելով երևի թե միքս ենք դարել եւ զգում եմ, որ նրա մեջ էլ է այդպես տեմպերամենտը քիչ փոխվում, զգացմունքային է ավելի դառնում, չգիտեմ։ Այդպես 3 տարին շատ քիչ է միգուցե, բայց շատ բան ենք իրարից սովորել։ Ուսում երբ ուսումնասիրում եք ձեր կյանքը ամենայն դեպս հարցազրույցների միջոցով, հետագայում եզրահանգման եկա։ Կարծես թե ձեզ մոտ ամեն ինչ շատ հարթ է ընթացել։ Դուք ձեր մայրը խոստովանում էր, որ երբ նոր եք մտել ոլորտից, դուք բավական վաղ եք սկսել այս ոլորտում աշխատել, 15 տարեկան եք, եթե չեմ սխալվում։ Մի անգամից որ մրցույթում մասնակցում եք, հաղթում եք։ Հաղթանակներ եւ նույնիսկ այդ հաղթանակները ձեզ սկսել էին հոգնեցնել։ Ապա կարծես թե Միս Հայաստան, վիցե-միս Եվրոպա, այսինքն ամեն ինչ կողքից դու մտել շատ հեշտ է, դժվարություններ չկան։ Որոնք են այն դժվարությունները, որոնց մասին դուք գուցե չեք ցանկանում բարձրաձայնել եւ այսօր պատրաստ եք խոսել։ Դժվարությունները երբ թե յուրաքանչյուրի կյանքում լինում է, ինչ որ ճանապարհ հարթելուց, ինչ որ ճանապարհ գնալուց, բայց եթե խոսքը գնում է մրցույթների մասին, առհասարակ ոլորտի ձեր կյանքի գործունեության Ետ գնանք 15 տարեկան, երբ առաջին անգամ ես պետք է խոսում եմ այն դժվարությունների մասին, որ երբևիցե չես կարող բարձրաձայնել, այն ապրումների մասին։ Երբ դու 15 տարեկանում, երբ մեծացել ես հայկական ընտանիքում, երբ մայրդ միշտ քո կողքն է, ամեն ինչ անում ես կամ մայրիկի կամ քույրիկի կամ հայրիկի կամ ընտանիքով, այսինքն երբևիցե ես մենակ նույնիսկ ճամբար չեմ գնացել, հա, փոքր տարիքում, որովհետև ես շատ ավելի կպած եմ եղել մայրիկին։ Առանց մայրիկի ոչ մի տեղ, ոչ մի քայլ չեմ արել։ Ներողություն, դա գալիս է նրանից, որովհետև դուք այնպիսի մի ոլորտ եք մտել, որի վերաբերյալ շատ կարծրատիպեր կան, այսինքն ձեր մայրն էր վախենում ձեզ միայնակ թողնել։ Չէ, ես խոսում մանկության մասին, նույնիսկ 5-6 տարեկանում, հա, բոլորը գնում են տատիկի մոտ, չգիտեմ, ամռանը 1 ամսով, օրինակ իմ քույրը հանգիստ մեկնում էր քերոս մոտ
Սոչի հանգստանալու 3 ամսով եւ նորից վերադառնում էր հետ առանց մայրիկի եւ հայրիկի։ Ես այդպիսի երեխա չեմ եղել։ Ես այն ամենը ինչ արել եմ մայրիկի հետ։ Բայց 15 տարեկանում, երբ գալիս է այդպես մի հատ փուլ, դժվար փուլ է, երբ առաջի անգամ ես պետք է մեկնեմ Տոկիո աշխատելու որպես մոդել։ Այդ ապրումները չեմ էլ ուզում վերհիշեմ, որովհետեւ շատ դժվար էր։ Իրականում շատ դժվար էր։ 15 տարեկան երեխայի համար, աղջկա համար, մենակ, երբ նա շատ սովոր է ընտանիքից հեռու չլինել, հանկարծակի 4 ամսով մեկնում է եւ սկսում է աշխատել, ապրել մենակ։ Չեմ էլ ուզում ետ վերադառնալ եւ խոսել մայրիկի ապրումների մասին, ընդհանրապես, հա, նամանավանդ մայրիկի։ Շատ դժվարությամբ, բայց մինչ այսօր ես միշտ ասել եմ ու կասեմ, որ շատ շնորհակալ եմ նրանց, որ այդ ապրումներով շատ դժվար տանելով, բայց կարողացել են ասել այո, եթե դու ընտրել ես, ուրեմն գնա։ Որովհետև համոզված եմ, եթե մեծանայ, մի քիչ տարիներ անցներ, հաստատ կմեղադրե, ասելով, որ դուք ինձ չթողեցիք, դուք այսպես, դուք այնպես։ Այսօր ես չունեմ այդպիսի բան, մեղադրելու կամ ինչ-որ բան անելու, որովհետև յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր իմ մոտեցում, որոշում եղել է այո, դու ճիշտ ես, մենք կփորձենք քեզ օգնել։ Մինչ առ այսօր։ Վերջապես ես հիշում եմ, որ մեկ անգամ դուք խոստովանել եք, որ տեսակով չափից շատ համառ եք։ Նույնիսկ եթե Միս Հայաստանի հետ կապված, իսկ դուք թագադրվել եք 2003 թվականին, դուք նշել եք, որ քանի որ մինչ այդ 1 տարի դադար էր եղել մրցույթում, իսկ մինչ այդ էլ ձեր քույրն էր հաղթող ճանաչվել, ձեզ բացահայտված ասել են, որ գուցե դուք չհաղթես։ Այո, նույն ընտանիքից երկու Միս Հայաստան։ Հաղթեք, միևնույն է դուք պետք է գնայք, մասնակցեք եւ հաջորդ տարի հաղթեք։ Այո, եթե իմ մտքում կա ինչ-որ մի միտք, եթե ես դա ուզում եմ, այո, անպայման կփորձեմ շատ անգամ։ Անկախ դժվարություններից։ Անկախ դժվարություններից, անկախ հանգամանքներից, եթե ես դա ուզում եմ, իրոք։ Իսկ եթե դա խոսում է ուղղակի ինչ-որ մի բանի մասին, եթե դա չստացվեց, ես կարող եմ շատ նեյտրալ վերաբերվեմ, ասեմ դե լավ։ Բայց այն, ինչ ես ցանկանում եմ, այո։ Դուք նաև միաժամանակ նշել եք, որ առաջին անգամ հենց այդ ժամանակ ձեր թևերը կտրեցին, երբ ասացին, որ գուցե դու չհաղթես, որովհետև դու Իրինայի քույրն ես։ Այլ դեպքեր, երբ ձեր թևերը, ինչպես դուք եք նշել, կտրեցին, այլ հիասթափություններ, երբ թևաթափ եք եղել էին ձեր կյանքում, ոլորտի նրբությունների հետ կապված։ Ոչ։ Ասում եմ, ամեն ինչ իդեալական է կարծես թե եղել։ Երևի թե իդեալական է, որովհետև միշտ եղել են իմ կողքը իմ քույրը, իմ մայրը, այսինքն իմ ընտանիքը իմ կողքն է եղել։ Յուրաքանչյուր ասում եմ, եթե ես ասեի, ես ուզում եմ դառնալ, չգիտեմ, դերասան, եթե ուզում ես անպայման եղիր։ Չէ, ես ուզում եմ ընդունվել առաջի 2 տարին լեզվաբան էի ուզում, սովորում էի Բրուսովի անվան համալսարանում։ Հետո երկրորդ կուրսից որոշեցի, որ ոչ, ես չեմ ուզում դառնալ լեզվաբան, եւ ուզում եմ դառնալ դիվանագետ։ Այսինքն յուրաքանչյուր իմ որոշումների հետ բոլորը համաձայն են եղել եւ ինձ միայն խրախուսել են։ Միգուցե դա էլ է այդ թևերը ինձ տվել եւ ամեն ինչ անցել է հարթ, որովհետեւ նրանք միշտ իմ կողքն են եղել։ Լուսինե, հետաքրքիր մի բան եմ նկատել։ Մենք շատ տարիներ են անցել Միս Հայաստան 2003-ից, ապա նաև վիցեմիս Եվրոպայից 2005 թվականին էր տեղի ունեցել։ Բայց այսօր ամենևին չթերագնահատելով մեր մյուս թագադրված գեղեցկուհիների, երբ ասում են Միս Հայաստան, պատկերացնում են Լուսինե Թովմասյան։ Ինչով եք պայմանավորում այս գործանը։ Չեք փորձում վերլուծություններ անել։ Վերլուծությունները միակն են, միշտ պատասխանել եմ այս հարցին, որ Միս Հայաստանից հետո մի անգամից եղավ Միս Եվրոպան։ Առաջի անգամ դա ցուցադրվում էր ուղիղ եթերում եւ առաջի անգամ այդպիսի հաղթանակ եղավ, հա, վիցեմիս Եվրոպան։ Անցավ։ Համաձայն եմ։ Բայց երևի թե որ մինչ առ այսօր հերոստատեսության հետ կապված եմ, թե մոդելային աշխարհի հետ եմ կապված եւ այդպես ընդհանուր ետ չեմ գնացել, հա, չեմ մոռացվել, այսպես ասեմ։ Միգուցե դրանից է, չգիտեմ։ Իսկապես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Ես ունեմ իմ ենթադրություններ։ Լուսիներն են ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ տալիս, բայց կարծես թե Միս Հայաստան եւ Լուսինե Թովմասյան։ Պետք է հարցում կազմակերպել եւ հարցնել ինչու է դա այդպես։ Ինչևէ, երբ ձեզ հարցում են դռներ բացել են ձեզ համար Միս Հայաստան, նշում եք, որ ոչ։ Սակայն կարծում եմ արդեն վիցեմիս Եվրոպայից հետո դուք շատ դռներ բացվեցին ձեր առջև։ Դուք կարծես թե արթնացաք ել ավելի հայտնի, միանգամից տարբեր առաջարկներ։ Այսօր երբ հետ եք նայում, այն ինչով դուք զբաղվեցիք, ձեզ գոհացնում է այն իրավիճակը, այն պատկերը, այն աշխատանքները, որոնք դուք արեցիք
Դրանից հետո։ Մի բան նշեմ, որ Miss Եվրոպայից հետո այո, ես աչքերս այսպես բացեցի եւ ավելի հայտնի դարձա Հայաստանում, բայց շատ դռներ չբացվեցին Miss Եվրոպայից հետո, հավատացեք։ Հայաստանում չբացվեցին, ըստ ձեզ։ Հայաստանում բացվեցին միայն Չէ, չբացվեցին։ Ոչ Miss Հայաստան հայտնիության առումով դռներ չեն բացվում երբևիցե, այդպես չէ։ Եթե դու հայտնի ես, ուրեմն բոլոր դռները քո առջև բաց են, հավատացեք, այդպես չէ։ Բայց այդ հպարտությունը եւ այդ զգացմունքը, որ դու հայտնի ես, այո, կար, շատ մեծ էր, այդ հուզմունքը, երջանկությունը շատ մեծ էր։ Բայց հիմա հետ եմ գալիս ձեր հարցին, երբ հետ եմ նայում, ոչ մի բանի համար չեմ զղջում։ Ամեն ինչ անցել է այնպես, ինչպես ես պատկերացնում եմ։ Իսկ այսօր ինչին եք ձգտում։ Ուր եք գնում։ Եթե խոսենք 3 տարի առաջ, ես կխոսեի երեխայի մասին, երեխայի ծնունդի մասին, հա, այդպես ընտանիքի մասին, բայց առ այսօր հավատացեք, ընտանիքը այնպիսի բան է, որ այդպես մեծ աշխատանք, նորից եմ ասում, ես ռիթմից չեմ ընկել, ես միշտ ռիթմի մեջ եմ, արագ ռիթմի մեջ եմ, եւ միգուցե դա է պատճառը, որ այդպես աշխատանքային հունի մեջ այնպես չէ, որ այդպես ձգտում եմ, որովհետեւ ես լավ արագ շարժման մեջ եմ լինում առօրյայում, թե երեխայի հետ կապված, թե ընտանիքի հետ կապված, թե թեկուզ փոքրիկ աշխատանքների հետ կապված նաեւ մեծ աշխատանք է երեխա դաստիարակելը, նամանավանդ աղջիկ դաստիարակելը, չգիտեմ, երևի թե ով ունի տղա կասի հակառակը, բայց համոզված եմ, որ երեխա աղջիկ երեխան շատ ավելի նուրբ կողմեր ունի, որ պետք է հասկանալ եւ ճիշտ դաստիարակություն տալ աղջիկ երեխային։ Որոնք են այդ նրբությունները։ Ամենակարևոր բանը ինձ թվում է աղջկա դաստիարակության մեջ այդ ինքնավստահությունն է, որ դու պետք է տաս։ Առաջինը պետք է ծնողները տան, ընտանիքը պետք է տա։ Դուք նման ընտանիքում եք մեծացել։ Այո, ես նման ընտանիքում եմ մեծացել եւ փորձում եմ լինել գոնե այն մի քանի տոկոսը նման իմ մայրիկին։ Փորձում եմ ձգտել։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, Լուսինե։ Շնորհակալություն։ Եվ վերջում նկարահանման աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արամի 42 կոտորակ մեքասեմ գործող Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարանին։ Իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն Ստուդիո 212 էսթետիկա եւ գեղեցկության սրահին։ Հասցե Թումանյան 12 կոտորակ 1։ Իսկ իմ հագուստի համար շնորհակալություն Love Republic խանութ սրահին։ Հասցե Տերյան 59։ Կհանդիպենք։